իհարկե, որ ես ողջ եմ, բայց նա չգիտի, թե ես որտեղ եմ, որ երկրում եմ։ Երբեք չթողեցին, որ մի երկու տող գրեմ կամ ստանամ նրանցից։ Կաներես, այդ պիտի ասեմ, էր դու բան նստեցիր, նոր իշեցիր, որ ամենից զատ նաև ամուսին էր։ Եվանես, կարելի թողում բորի մեջ ինչ ամուսին։ Խիզախայը պատրաստ է զոհվել հանուն անմահության, հանուն իր ցեղի շարունակության, հանուն իր զենքի արժանապատվության, իսկ ստորն ու վախկոտը ամեն գնով ուզում է ապրել, որ հարատելի իր թշնամու փառքը։ Ծովից ծով Հայաստանից մի կտոր հող է մնացել, ու այն պետք է արյան գնով պահպանել։ Բոլորս էլ մի օր կանգնելու ենք պատմության դատաստանի առաջ։ Այդ դատաստանը շատ անողոք ու դաժան է լինելու։ Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում, թե գերագույն նպատակ։ Եթե մենք չհարցակվեցինք, մեզ ջնջելու են։ Ես իմ ծննդավայր Սյունիքը ոչ մեկին չեմ տա։ Հայրենիք ստեղծել նշանակում է բեկոր առ բեկոր, նաբերել, իմաստավորել, պատմականացնել իր երկիրը, նշանակում է այնպես հարազատացնել երկիրը, որ ոչինչ չմնա անհայտ։ Ամեն շլավ է լինելու չմտածես։ Չեմ մտածում։ Խոստովա գնալու։ Դու իսկական ցեղակրոն այս Պողոս։ Պողոս! Ամենաբարձր իրավունքը, որ կարող է ունենալ մի քաղաքացի, դա իրեն ծնած ժողովրդին առաջնորդելն է։ Ես դա արեցի սրով։ Թող նրանք էլ անեն ինչպես իրենց խիղճն է թելադրում։ Ձեր հարաբերությունները Տեր Հարությունյանի հետ ինչ տեսակ էին։ Անկեղծ ասած, ես երբեք ջերմ հարաբերություններ չեմ ունեցել Նժդեի հետ։ Իսկ 1923 թվականից հետո այդ հարաբերությունները պարզապես սկսեցին վատանալ։ Պատճառը նրան դուր չեկավ, որ ես դեմորդ այդվեցի, նրան կուսակցության շարքերում վերականգնելու։ Տեր Հարությունյանին հեռացրիք ձեր կուսակցության շարքերից։ Այո, դա այդպես է։ Պատճառը Գիտեք, առաջին անգամ դա վիճել էր։ Փաստորեն Զանգեզուրը սովետներին հանձնելու համար։ Բայց երկրորդ անգամ Անգեր Ռուբենի հետ, Ռուբեն Տերմինասյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Այդ ինչ տարաձայնություններ էին։
կուսակցության ներքին գործելակերպի հետ կապված հարցերի։ Մեր դեղը, եթե ինչ-որ հարցում համոզված է լինում, այլևս ուրիշի կարծիքը չէր լսում։ Հաշվի չէր նստում ուրիշի հետ։ Դա նրա բնավորության ամենավառ արտահայտվածքից է։ Շնորհակալություն։ Ես տեսա Սրուկին ազատության մեջ և գարշեցի մարդուց։ Ես տեսա ազատին ստրկության մեջ և սիրեցի մարդը։ Ասել կուզի մեր դժբախտությունների համար մեղավորենք նախ և առաջ մենք։ Եվ ուրեմն մեզ պետք եղած ուժը պետք է փնտրենք մեր մեջ։ Սրանք ըստ էության ցեղակրոնության գաղափարի երկու հիմնական դրույթներն են։ Հայ հեղափոխական դաշնակցության Փարիզում գումարված 12-րդ ընդհանուր համաժողովի քննարկմանն եմ առաջարկում դնել 3 հիմնական հարցեր։ Առաջին, ձգտել, որ գաղութահայությունը դառնա զինական գործոն։ Երկրորդ, կենտրոնացնել հայ երիտասարդությունը ապակուսակցական հողի վրա։ Եվ երրորդ, բոլոր ուժերը կենտրոնացնել հակաթուրքական ճակատում։ Այս գլխավոր գործոններով է, որ պիտի կարողանանք նորից թեժացնել մեր ընդհանուր պայքարի կրակը և ներգրավենք նոր ուժեր ու հասնենք մեր բաղձալի նպատակին։ Այն է վերադարձնել հային իր հայրենիքը։ Թույլ կտակ, ընկերներ։ Համեցեք։ Իսկ ձեզ չի թվում ընկեր Գարեգին, որ ձեր քարոզած ցեղակրոնությունից ազգայնամոլության իսկ օտարների համար նույնիսկ ռասիզմի հոտը Լսենք իրար։ Որքանով է նպատակահարմար, որ դաշնակցությունը իր շարքերում ընդգրկի ապակուսակցական երիտասարդների, որոնք քաղաքական դիրքորոշում բացարձակապես չունեն և դրանով իսկ դառնա ազգայնամոլության գաղափարախոսը։ Դուք դրա մեջ ոչ մի վտանգ չեք տեսնում։ Հանդիս ընկերներ, լսենք։ Ես իսկապես չէի ցանկանա մեջ բերել այստեղ մեր դասակարգային ամենամեծ թշնամիներից մեկի Լենինի խոսքերը, սակայն այս պարագայում իրավամբ դա տեղին են։ Փոքր ազգերի նացիոնալիզմը չի կարելի շփոթել մեծ ազգերի նացիոնալիզմի հետ, որը կարող է կործանարար լինել ողջ մարդկության համար։ Իսկ մենք այսօր փոքր ազգ ենք, ընկեր Հովհաննես, փոքր սահմաններով։ Ներկայումս ես աշխատակցում եմ հայ գաղթօջախներում տարբեր պարբերականների հետ և ցավով կարող եմ նշել, որ դրանց տապականակը ողբալորեն փոքր է և ոչ այն պատճառով, որ միջոցներ չկան, այլ որովհետև հայ երիտասարդությունը սարսափելի տեմպերով սկսել է ձուլվել տեղի երկրների բնակչությանը և նրան քիչ են հետաքրքրում շեփական ազգի ներկան և ապագան։ Եվ դա այն դեպքում, ընկեր Հովհաննես, երբ աշխարհում տիրում է բացարձակ ազգային շարժումների վերելք։ Դուք այս բանը հասկանում եք, ընկեր Հովհաննես։ Ընկեր Գարեգին։ Չէ, ես հանգիստ եմ, հանգիստ։ Ընկեր Գարեգին, ես ավելի քան համոզված եմ, որ նացիոնալիզմը չի կարող դառնալ դաշնակցության դրոշակը։ Այո։ Հակառակ դեպքում հայրին հյուրընկալած օտար երկրների կառավարությունները, որոնք հիմնականում եվրոպական արժեքներ են դավանում, կարող են մեզ համարել
դեպի քարանձավները ձգտող ասիական հետամնաց ազգ։ Այսքանը։ Աչքերդ բաց արա Հովանես, աչքերդ բաց արա։ Հայկական գաղթ օջախներում հիմա գործում են ապազգային աղանդներ, թուրքերի կողմից տարվում է հակահայկական քարոզչություն, որոնք իրենց հերթին օգտագործում են եվրոպացի հասարակական ծախուգործիչներին, իսկ նրանք իրենց հերթին հայրին ներկայացնում են աշխարհին անհայրենասեր, անմարտունակ, բացարձակ բարականից զուրկ թալանչիրեր։ Էլ չեմ ասում, որ որոշ կուսակցականներ սկսել են լքել հայկական հարցը ու համակերպվել են այն մտքի հետ, որ պետք է հրաժարվել Թուրքիայում գտնվող հայկական տարածքներից և միաձուլվել։ Այդ ուրացումը մեզ սերունդերի աչքերում կդարձնել անընդունելի։ Քեզ ոչ ոք չի թույլ տվել խոսել Բոլոյանը, ընկեր Ռուբեն, դուք իրոք Եվրոպայում հաստանած հայ զավակները չեն կարող տոգորվել ռասիզմի գաղափարներով։ Այնտեղ ընդունված չէ մարդու հանդեպ մարդու գերակայնության քարոզությունը։ Ինչ խոսք, իհարկե պիտի շարունակենք, բայց քաղաքակիրթ մեթոդներով։ Այլապես ինչով ենք տարբերվում նույն բարբարոս թուրքերից։ Մեր պայքարը բասկի ուժի մեջ չէ։ Մեր պայքարը մտքի ճկունությունն է։ Ճիշտ է։ Եվ ամենազարմանալին այն է, որ կուսակցության ղեկավարությունը երկմտանքի մեջ է։ Կարծես թե ականջ է կախում Նժդեի վտանգավոր ճառերին։ Այս ամենը մտածելու տեղ է տալիս, գիտեք։ Դևեջյան, հանգստած։ Լավ, ինչպես որ ասես, չգնանք ճաշելու, հա։ Ասում են, այստեղ մոտերքում շատ լավ խորտկարան կա։ Ժողովուրդը շատ երկար տևեց, պարոն այ, հա։ Ես հրավիրում եմ։ Ես ներողություն եմ խնդրում, բայց զբաղվածություն։ Որևէ երկրի, որևէ կուսակցություն ես չգիտեմ, որի շարքերում չլինեն իրար հակադրվող գոնե երկու հոգի։ Բայց այսօր Դևիջյանը շատ կտրուկ էր։ Երևում է շարունակվում է ձեր հակամարտությունը։ Պարզվում է այդպես է, թեև իրենք շտամբելու իրավունք ավելի շատ ես ունեմ, քան ինքը ինձ։ Մինչդեռ նա շարունակում է ինձ կշտամբել։ Ինչպես ասում են, լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Վրացյանի և Դևեջյանի քո հանդեպ կատարած դու ոնց ես ասում։ Անազնիվ քայլի մասին լսել եմ։ Երկու կողմերից էլ։ Բայց տարբեր մեկնաբանություններով։ Եվ ում ես հավատում։ Գարեգին։ Հիմա դա էական չէ։ Գիտես, ինչն է հիմա ինձ շատ հուզում։ Ինչը։ Այս շուրջդ նայր։ Փարիզ, Եվրոպա, սիրառատ կանայք, թեթև հանգիստ կյանք։ Եղեռնից ու սովետիզացիայից հրաշքով փրկված ես մեր հայրենակիցները, հատկապես երիտասարդները, շատ հեշտ կուլ են գնում այդ քաղցր ճահճին։ Այս է մեր գլխավոր ցավը, ու այդ ցավն ինձ հանգիստ չի տալիս։ Այո։ Հենց այդ փորձանքին էլ ուզում եմ հակադրել իմ ցեղակրոն շարժումը, որպեսզի հայը չտարալուծվի այդ, ինչպես դու ես ասում, քաղցր ճահճին։ Գարեգին, ես ու դու էլ ենք ունեցել տարբեր մոտեցումներ շատ հարցերի շուրջ, հիմա էլ ունենք, բայց այդ բոլորը մի կողմ, ինչ ես կարծում, կհաջողենք փրկել մազապուր ցեղացես մի բուռ ժողովրդին։ Կհաջողենք, անպայման կհաջողենք Ռուբեն, այլապես մեր ապրած կյանքն ու գոյությունը իմաստ չէր ունենա։ Այն սա է ուզում լսել քեզանից, ախպերս։ Դե ինչ գնանք, ասում ես Էփիմեն մեզ է սպասում։ Այո, Մոնմարտի սրճարներից մեկում է, բայց անունը չեմ հիշում։ Կգտնենք հանգիստ։
Ամենեն առավել ինձի կգերը ֆրանսիացիներու վերաբերմունքը շուներուն հանդեպ։ Կսեն Փարիզին մեջ քեզ միլիոնեն ավել շուն։ Անհոգ ժողովուրդ են սիրելի էփիմե։ Ամբողջ օրը գինի են խմում, երգում ու սեքսով զբաղվում։ Շունն էլ անօգության արտահայտություններից մեկն է։ Այդպես չի։ Բայց կհավատաք, ես ֆրանսիական շների մեջ հավատարմություն չեմ զգում։ Կզնոթում մեր գամփրը, բողարը, իսկական զինվոր էր։ Առանց հաչելու հարձակվում էր թուրքերի վրա ու զինաթափ էր անում։ Դուն երբևէ պատմած չես իրեն մասին։ Ասկերները սպանեցին։ Բայց նա այդ վիրավոր ժամանակ էլ բռնեց մի կոկորտից ու հետը ձորը տարավ։ Անգամ ասի ասքանչ քաղաքին մեջ նորեն գխոսինք պատերազմեն։ Հուսով եմ շատ չուշացա։ Համեցեք։ Նստեք։ Ընկեր Գարեգին, դու անգամից սկսել գործից։ Ընկապ դու թե, սիլվուպլե։ Դևեջանի ընդդիմախոսությունը մեր ընդհանուր կարծիքի վրա պետք է չազդի։ Քո առաջարկած հեղափոխական ծրագիրը միանգամայն խոստումնալից է և իրատեսական։ Սա անկեղծ խոստովանություն է։ Ուրախ եմ։ Բյուրոն որոշել է որոշ ժամանակով 2 ամսով քեզ գործուղել Միացյալ Նահանգներ, Բոստոն։ Քո իսկ ծրագիրը այնտեղ իրագործելու համար։ Ես էլ կարծում եմ, որ ընդհանուր քվեարկությամբ մենք այդ գործը կհաջողացնենք։ Մադամն անշուշտ կարող է ուղեկցել բյուրոն ինչ-որ պետք է կանի։ Merci. Mais je crois peu pas. Ան որ Գարեգինն անընդհատ ճամփորդության մեջ է կհասկնամ։ Ես չեմ կրնար երկար բացակայել Սոֆիային։ Ասեմ քեզ սիրելիս մենակ կերտես։ Ուրախալի է, որ դաշնակցությունը Merci beaucoup։ այդչափ վստահում է մի մարդու, որին մեղադրում էր Լեռնահայաստանությունը բոլշևիկներին հանձնելու մեջ։ Իշ աչարությունը ամենավատ ընկերն է, Գարեգին, սա որպես ավակ եմ քեզ ասում։ Խնդրում եմ դա ասեք Հովանես Դևեջյանին։ Ես արդեն ասել եմ, չկասկածես, այո, եւ վերջապես դաշնակցությունը իր 10-րդ համագումարում արդյոք չապացուցեց իր վստահությունը քո նկատմամբ։ Միանգամայն ճիշտ եք, բայց ինչպես ասում են, գատից վառվածը ջրի վրա էլ է փչում։ Եթե ակնարկում ես հայ ժողովրդի փրկության հարցում մեր տարաձայնությունները, Գարեգին, ասեմ իմանաս, ինչպես եղել է, այնպես էլ կա։ Ես քեզանից պակաս սկզբունքային չեմ, Գարեգին։ Սկզբունքային մենք բոլորս ենք, բայց ամենակարևոր սկզբունքը հայ ժողովրդի արդար դատին տեր կանգնելն է։ Սա է ամենակարևորը։ Դու համաձայն ես, Գարեգին։ Միանգամայն։ Ես կարող եմ գնալ։ Ողջ եղեք, մադամ։ Միսյե։ Կհանդիպենք ժողովի ավարտից հետո։ Վաղը երեկոյան, հյուրանոցում։ Հարմար է։ Այո, սպասեմ։ Դե, ցտեսություն։ Հաջողություն։ Մադամ։ Միգուցե իսկապես հետս մեկնես Միացյալ Նահանգներ։ 4-րդ օրն է Փարիզին մեջ ենք։ Ինչ տեսած ենք հոստեղ։ Հան մնալ չէ, բացի ժողովարանի դահլիճեն։ Նույնն ալ Ամերիկայում կլա։ Ես վատամուսին եմ չէ էպիմ է։ Դու ամենևին ամուսինը լալու համար չես ստեղծված։ Ես դակավին հասկացած եմ 2 օրվա իր ակադեմիայում։ Հայց ատմտքին հետ հաշտված եմ։ Գիտեմ միսիա ուրիշ է։ Մնա ինչպես որ կասոքիս։
Այ հենց դրա համար էլ քեզ սիրում եմ։ Պարոն Գարեգին նշտ է։ Այո։ Ուրախ եմ ձեզի տեսնելու Արշակ Սրապյոնյան, անգլոպատակ, կորցարար։ Շատ հաճելի է։ Ում որս ես պատկերացնեի Վիկտորիայի տախտակամածին, միայն ոչ ձեզ։ Շրի կրնեմ ծխիլ։ Ծխեք։ Ձեզ կրնամ հյուրասիրել։ Երբևիցե սիգար չեմ ծխել։ Հոլանդական սիգար է, բայց լատինամերիկյաններուն չեն սիչեր։ Հավատացեք, աստծոնց վաճառքով շուրջ 10 տարի կսփախվիմ։ Perfect։ Ես սովորություններից երբեք չեմ դավաճանում։ Պնդելն էլ իմաստ չունի։ Ով կմտածեր, հին ու քրքրված Վիկտորիայի տախտակամածին կհանդիպեմ Զանգեզուրի արձիվ Նժդե Զորավարին։ Զորավար, գիտեք, ձեզի հետ պատրաստ եմ կյանքս նվիրաբերելու հայրենիքին։ Աստված պահապան։ Հայրենիքին այսօր ձեզ նման երիտասարդներ են պետք։ Շնորհակալ եմ։ Ասում ես պաստորեն, Կետրոնը նպատակահարմար չի գտել նամակն ուղարկել վրացյանին։ Մելքում ասաց։ Ես այդպես է գիտեի։ Հիշում ես քեզ ասել է։ Կրեմլը թքած ունենա Հայաստանի ու հայի վրա։ Աշխարհում ինչ-որ բան է փոխվել։ Հովանես, ես դա զգում եմ։ Ակայ, դուք ազատ մարդ եք, մեր նման տարկյալ չեք, ներս ու դուրս եք անում, դուք իմանաք ինչ է էնպես չի, հա? Ես քաղաքականությունից հեռու եմ, ես ինչ իմանամ ինչ է այնպես չի, ամեն ինչն էլ կարգին է, դուք կլավանաք, կկանգնեք ոտքի, կլինեք առաջվանը, եթե ձեզ լավ նայեք։ Լսեցիր Հովանես լսեցիր ինչ ասում, բժիշկը, ձեր ղեկավարությունը, երկու շաբաթ էլ իր տարօրինակ է պահում, մեզ թերթեր չի տալիս, հարցերի չի պատասխանում, իսկ դուք ասում եք, ինձ լավ նայեմ, ճիշտացեք օգոեմ։ Ես ոչինչ չգիտեմ, հարցրեք ինձ ձեր առողջությունից ասեմ, դուք ունեք երկրորդ աստիճանի հիպերտոնիա, ձեր ճնշումը երբեմն հասնում է 240-ի, կարծում եմ ունեք թոքերի էմֆիզեմա, միոկարդիտ, դա վատ է։ Լսեցիր Հովանես, ինչն է ինձ բաժանում գերեսմանից, հա, երբ ոչ մի առողջ տեղ չի ունացել մարմնումս, էլ ինչն է բաժանում ինձ գերեսմանից, ես կասեմ ինչն է բաժանում, զենք տվեք ինձ, Ջուր, ստապ ջուր բերեք, զենք տվեք ինձ, Վաճական, ինչու այդպես կորսված տեսք ունես, ինչ է պատահել։
Մարդ է մահացել։ Վաչագան, մարդ է մահացել, ինչ ճիշտ ասա։ Ստալին էլ չկա։ Վաչագան, Ստալին էլ չկա։ Գործարանի շշակնի զուր չեր որնում, Վաչագան։ Ժողովուրդների դահիճն էլ չկա։ Նույնիսկ նոյեմբերքի դատարանում մարդկության դեմ ոչ իր գործած ֆաշիստերին ազատ արձակեցին։ Ես ֆաշիստ չեմ, ես ֆաշիստ չեմ, ես ազատագրել եմ իմ հայրենիքը։ Ինչ իրավունք ունեք ինձ այստեղ պայելու, ինչ իրավունք ունեք։ Օտոև, ես ֆաշիստ չեմ։ Ինչ իրավունք ունեք ինձ այստեղ պայելու, ես պայքարել եմ անուն իմ հայրենիքի, ես ուրիշով չեմ մտել, իսկ հայերն ինձ այսօր մեղադրում են այն բանի համար, որ իրենց ոտի տակի հողը թուրքական չէ, այլ հայկական։ Merci. Bon matin, monsieur. Parlez-vous français? Mais pas excellent, madame. Bon matin. А по-русски? Намного лучше. А вы из каких краев, можно узнать? А давайте я лучше сама угадаю. Вы венгерский барон. Не угадали, мадам. Я армянин. И совсем не барон. Հայեք։ Այո, տիկին, հայ եմ։ Էլեն Ոսկանյան։ Գիտեք, երբեք մտքովս չեր անցնի, որ Վիկտորիա նավի ուղևորների մեջ ամենահմայիչ տղամարդը ազգությամբ հայ է։ Գարեգին, շնորհակալ եմ հաջողացության համար, այն էլ ձեզ նման գեղեցկուի կնոջից։ Բայց ես նման գովեսների սովոր մարդ չեմ, տիկին։ Առևտրական եք, պարոն Գարեգին։ Բայց ոչ, ես Եվրոպայի բոլոր խոշոր հայ գործարարներին ճանաչում եմ։ Նրանք գրեթե բոլորը հորս ընկերներն են։ Ոչ, առևտրական չեմ։ Եվրոպայում էլ հաստատվել եմ ոչ այնքան վաղուց։ Արվեստագետ էլ չեք։ Չէ, չասեք, խնդրում եմ։ Չասեք, թե ձեզ որտեղից գիտեմ։ Ես ինքս կզգամ։ Միգուցե դուք ինժեներ եք կամ իրավաբան, հա, պարոն Գարեգին։ Իմիջայլոց, դուք ինձ չասացիք ձեր ազգանունը։ Տեր Հարությունյան, իրավաբանական կրթությունը կիսատ թողեցի Պետերբուրգում, ավելի կարևոր պարտականություններ ունեի։ Հասկացա, շուտ անկեղծացողներից չեք։ Պարոն Գարեգին, շատ խորհրդավոր մարդ եք։ Լավ, ինչևէ, ձեր գլուխը չտանեմ իմ անիմաստ հարցերով։ Կընկերակցեք ինձ, եթե ձեզ հրավիրեմ որևէ բան խմելու։ Երեկվա գինարփուկից հետո գլխացավս ոչ մի կերպ չի անցնում, ահավոր է։ Չէ, չվախենաք։ Սա բոլորովին այն չէ, ինչ դուք մտածեցիք։ Ես հարբեցող չեմ։ Պարզապես այս նավի վրա սովորաբար մի առանձնապես զբաղմունք չկա։
Ես ձեր ժամանակն եմ խլում։ Գրառումներ ունեմ անելու։ Լավ, որոշ ժամանակով կարելի է դրանից կտրվել։ Բայց գիտեք, սովորություն չունեմ խմիչք օգտագործել լաճախակի, այն էլ առավոտյան։ Գրառումներ։ Դուք գրողի նման չեք, պարոն Գարեգին։ Համենայն դեպս դա ձեր հիմնական զբաղմունքը չէ։ Ինչևէ, եթե չեք ուզում մի անկեղծացեք։ Ես առաջարկում եմ մեր խոսակցությունը ավելի հաճելի մի միջավայր տեղափոխել։ Ես ձեզ հրավիրում եմ ռեստորան։ Տիկին Էլեն, ես սովոր չեմ, երբ կանայք են ինձ հյուրասիրում։ Դա ջենտլմենություն չէ։ Բայց գիտեք, կնոջ առաջարկությունը մերժելը նույնպես ջենտլմենություն չէ, պարոն Գարեգին։ Դա այդ դեպքում թույլ տվեք ես ձեզ հրավիրեմ։ Սիրով։ Խնդրեմ։ Շատ խորհրդավոր եք, պարոն Գարեգին, այնուամենայնիվ շնորհակալ եմ, որ ինձ չմերժեցիք։ Ահ, պարոն Գարեգին։ Զգույշ։ Գիտեք, պարոն Գարեգին, ասում են կինը երբեք չի հոգնում շքեղ կյանքից։ Good morning, ma'am. Good morning. Good morning, sir. Thank you. Եվ շարունակում է փայլել Մարգարտին նման, եթե իհարկե կողքին կա արժանի տղամարդ։ Մերսի։ Դուք դրա հետ համաձայն եք։ Մերսի։ Ես աշխարհիկ կյանքի գաղտնիքներին առանձնապես տեղյակ չեմ, տիկին Էլեն։ Մերսի։ Նայած թե դուք ինչ նկատի ունեք։ Չլինի ինձ ուզում եք հիասթափեցնել։ Have you decided? Excellent choice. Եթե գաղտնիք չէ, ինչով եք զբաղվում, տիկին Էլեն։ Կարելի է խնդրել, որ ինձ պարզապես անունով դիմեք։ Ամուսնացած չեմ ի դեպ։ Փորձեմ։ Շնորհակալ եմ։ Ինչ մասնագիտություն ունեք։ Եվ ինչով եք զբաղվում, Էլեն։ Հորս կարողությունն եմ մսխում, պարոն Գարեգին, ես այդպիսով նրանից վրեժ եմ լուծում։ Հայրս անվանի մեծահարուստ Ոսկանյանն է, զբաղվում է անշարժ գույքի առևտրով, ժամանակին ապրում էինք Փարիզում, իսկ հիմա նա տեղափոխվել է Շիկագո, Ամերիկա։ Ես տարին առնվազն մեկ անգամ նրան այցելում եմ, իմ հայրիկ կոչեցյալի։ Ձեր ծնողները բաժանված են։ Արդեն 7 տարի։ Հայրս կապվեց իմ մտերիմ ընկերուհու հետ, ֆրանսուհի մայրս դրան չդիմացավ, ապա հարզան պահանջեց։ Հայրս էլ վերցրեց իր երիտասարդ տիկնոջը և տեղափոխվեցին Շիկագո։ Նա կանոնավոր կերպով ինձ տալիս է այնքան դրամ, որքան ես աչու ձախ շռայլորեն կարող եմ ծախսել։ Այդքանը։ Բայց գիտեք, հայրս մի շատ կարևոր բան չգիտե, այն, որ մայրս մահացել է 3 տարի առաջ։ Ես նրան չեմ ասում։ Եվ կրկնակի գումար եմ վերցնում։ Լավ եմ, չէ անում։ Ինձ դատապարտում եք։ Անկեղծ ասած, ես իմ սեփական անձնական կյանքով չեմ կարողանում պետք եղածի պես զբաղվել, այլ որ մնաց ուրիշին քննադատ եմ, դատեմ։ Գուցե հայրս գիտե, որ մայրս մահացել է։ Պարզապես չի ասում, որ շարունակի տալ այդ կրկնակի գումարը։ Գուցե դա հայկական մեծահոգության ինչ-որ տեսակ է, հա, պարոն Գարեգին։ Հնարավոր է։ Տղամարդկանց երբեմն թվում է, որ աշխարհի բոլոր մեղքերը կարելի է համապատասխան գումարով կավել, բայց դա միայն այդ տղամարդկան չէ, որ հատուկ է։
Դուք ասացիք, որ Բոստոն եք չգնում։ Այո։ Կարող եմ ես ձեզ հետ գալ։ Ես կվճարեմ։ Բոլոր ծախսերը կհոգամ պարոն Գարեգին։ Պարզապես չեմ ուզում Ամերիկայում միայնակ անցկացնել ժամանակս։ Ցերեկները ձեր տրամադրության տակ են, բայց ձեր գիշերները պետք է նվիրեք ինձ։ Ես շատ գործեր ունեմ այնտեղ։ Զբաղված եմ լինելու Էլեն։ Այդ դեպքում եկեք վերցնենք գինին ու իջնենք իմ սենյակ։ Կներես ինձ, Էլեն, ես շատ զբաղված եմ։ Ես մեկնում եմ Բոստոն համագումարի։ Ինչ համագումար, համագումարը կսպասի Գարեգին։ Էլեն։ Զորավար։ Արգանքներս ամեցեք նստեք։ Հայրը արտույտներում պես կանուխ արտնացով են։ Կորցունյաս կլան։ Ասմասին ես միշտ ասած եմ։ Այո, sorry, կրնամ նախաճաշան ետքը ձեզի հրավիրել բիլիարդ խաղալու։ Շնորհակալ եմ, պարոն Արշակ, ես շատ գործեր ունեմ ձեր թույլտվությամբ։ Ես գնամ աշխատելու։ Իսկ ձեզ թողնեմ Արշակի հոգացության ներքո, ինչպես տեսնում եմ, միմյանց ճանաչում եք։ Էլեն, ձեր թույլտվությամբ ես կվճարեմ, շնորհակալություն ճաշի համար։ Բայց ես էի հրավիրել։ Բայց տղամարդը ես եմ, այն էլ այ տղամարդ։ Զորավար, հաջողություն, կտեսնվենք։ Կարծամ։ Thank you. Thank you, sir. Արշակ։ Արշակ։ Yes. Կճանչնաս սա մարդը։ Աշուշտ, զորավարինով չճանչնար։ Ինչ զորավար Արշակ, անընդհատ գսիս գոր զորավար։ Ինչպես թե ինչ զորավար։ Հայոց մեծ սպարապետ, Գարեգին նժդե։ Գարեգին նժդե։ Yes. Կարելի է։ Զորավար։ Խնդրեմ համեցեք նստեք Էլեն։ Չէ, ես ուղղակի չգիտեի, որ դուք մեծ նժդեհն եք։ Ներեցեք ինձ զորավար։ Էլեն, դուք ինձ ներեք, Էլեն, դուք ինձ ներեք։ Ես ինքս չկարողացա կարգին ներկայանալ։ Երբեք չեմ կարողանում կանանց հետ զրուցել, մարդավարի մեծ թերություն է։ Գիտեք, իմ մտքով մի պահ անցավ, որ դուք գուցե զինվորական եք կամ, բայց որ դուք լեգենդար նժդեհն եք։ Սա ձեզ, իմ կողմից։ Ոչ, ես սա չեմ կարող վերցնել։ Ոչ, դուք պիտի վերցնեք, աղաչում եմ։ Այս խաչը Նախիջևանից է, Ագուլիսի Սուր Քրիստափոր եկեղեցու մոծած խաչը։ Վերցրեք, դուք էլ եք Նախիջևանցի, զորավար։ Իմ ընտանիքում շատ են պատմել ձեր մասին, ձեր
սխրագործությունների մասին։ Գիտեք, ես հավատում եմ, որ մի օր դուք էլ, այս խաչն էլ, կվերադառնաք մեր ծննդավայր։ Ներեցեք ինձ Աստծո սիրուն, զորավար, Աստված ձեզ պահապան, ձեզ ու ձեր սուրբ գործին։ Ես համոզված էի, որ ցեղագրոն ուխտերը լայն արձականց պիտի գտնեն հայության սրդերում մեջ, բայց որ աշխապ, ատմիտն ալ ճիշտ է, ուղագի հանջարեղ է, հանջարեղ։ Ցեղագրոն հայը նախաքրիստոնեական հայն է, քրիստոնեական հայուն հետ միասին։ Սա բարձավես մի չէ, այս Մարգարիտ մն է, Մարգարիտ։ Ես կսկամ, որ ինքը սենց այդպիսի հայ մնեմ, հիմա հասկացա, թե ով եմ ես։ Այո, վահագնական հայի մեջ գոյություն ունի այնպիսի հոգեգծեր, որոնք պետք է բաղձալ մեր որքան գորոս, այնքան էլ հոգեպես աղքատ ու տմարդի դարաշրջանին։ Ես գրակետ մարդ մնեմ։ Շատ փիլիսոփաներ ու գարտացած եմ, բայց երբեք միտքես չեմ անցուցած, որ փիլիսոփամը գրնա նաև քաղաքական գործիչը լալու հետ նալ գրվող զորավար, եւ այդ փիլիսոփան իմ քրոջը Սամուսինն է։ Ջանım, չերտանք մի կավատ վիսկի խմենք, մեր գործի հաջողության համար։ Լավ, Եգոր։ Լավ, թող կասածը լինի։ Վերջաբես, դրայլոյի պատճառով 13 տարի խմած չէինք կարեկին, մարդ աստծո, քիչ մը խմենք, կողորտներս թրջենք, ես ասոր գարի կգսկամ, կհասկնաս։ Ուզում ես 13 տարվա չխմածի տեղը լրացնել։ Գուզես ասել, որ 13 տարի է բերանս խմիչ չեմ արած, հա? Ամերիկյան մաֆիան այս տարիներուն որուն տրամներով հարստացավ, հա? Մստր Կապինոն որուն տրամներով դարձավ դրայերագենք ճիֆտ։ Ջանım կարեկին ադանք մի նայր։ Երբեմն օրենքը ասանք թե մը խախտած ենք։ Ով չի խախտեր։ Հայ չենք։ Դաշնակներուն հետ գործելն շատ իմաստուն ու հերադես քայլ մներ, ասեմ քեզի։ Մինչ այս չեզոք էինք, բայց հիմա խորհրդանշան ունենք, քայլեր ունենք, անգլիալեզու շապատատերդ ունենք, անալինչ շապատատերդ, հայրենիքը։ Բարք ասուն։ Հաղթանակը հաղթանակի հետևեն գդոնես։ Հբարդ եմ, որ քեզի կճանչնամ եւ բարեկամը դեմ։ Իսկապես, հբարդ եմ։ Այո։ Իմ եւ դաշնակների ճանապարհները միանում եւ բաժանվում են, բայց չեմ կարող չընդունել, որ սփյուռքում եղած ուժերից ամենահզորն ու հետևողականը դաշնակցությունն է, իսկ ինձ համար լավ է եւ ընդունելի այն, ինչը լավ է հայի համար։ Սակայն քո եւ Դերմինասյանի միջև Սևգադու անձերը, ադիգա չզգալ չլր։ Սևգադու միշտ էլ կա։ Ես երբեք չեմ ընդունել այն փաստը, որ հանուն հայության փրկության արժե Թուրքիայի վրա մազաչափ անգամ հույս դնել։ Թուրքը իր դեմքը երբեք չի փոխի, չի փոխել ու չի փոխելու։ Մանավանդ որ կայսերական Գերմանիան դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ են տանում։ Գուզես ասել երկուքը մեկտեղ։ Գուզեմ ասել, բարեկամս, որ ես իմ ապրած ողջ կյանքի ընթացքում չեմ տեսել որևէ միություն, որ հայ է շահի։ Երբեք։ Ինչ որ է, երթանք, մեր բռնած գործին հաջողության համար։ Եգոր, հրամը։ Երթանք։
Ցեղագրոն ուխտերուն եւ այդ մեծ գործի ամփոփող առաջնորդին գենացա։ Ինչպես է։ Գիտես ինչ կխմես։ Good morning. No. Yes. Good afternoon. Yes. Please. Thank you. Yeah, please. 1, 2, 3. Hop. Կարեկին ժամանակից երիտասարդ է։ Շատ ագանչմի կախր։ Երևի ամբողջ գիշերը խմած է։ Հիմա էլ եկել է նախաճաշելու։ Այնպես որ շատ մի մտածել է դեռ մասին։ Լավ, խմենք։ Այ է։ Շոկ է գխեղդվում։ Ցավոք սրդի այո։ Madam. Եկոր խմենք մեր կորձին գենացը։ Oh my God. Սա բարոնն ահոս է, Գիտես արդու թերթին մեջ գարթացի, պաները գրած էր ուխտերու մասին, no, sorry, ուխտա քնացության մասին, ուխտերու քնացության։ Անտեր։ Thank you, yeah. Yes, champagne. Okay. Ասում քայլ լալու իրավունք չունի։ I want to ask you something. One moment, please. Excuse me. Baron, իրավ է, որ գսեն թե դուք Զանգեզուրի լեռներեն իջնելով ֆաշիզմ եւ հիտլերիզմ կկարոզեք։ Ձակշալվարով եւ դրեխներով քալող Հայաստանը աչափ զարգացած է եղել։ Ես չէի գիտեր, գիտեք։ Ես հապաղում եմ մի հայտներել մեր պատմական հիներոցությունները և այ մշակույթի ծալքերը, որոնք մնացել են փոշիների տակ։ Դեռ խոսք չկար հիտլերականության ու ֆաշիզմի մասին, և ցեղագրության գաղափարը 19 թվականին ոտքեր անել Դավիթ Բեկյանի ուխտերությունը ծառչխանել։ Հայրենիքի ծորասական պայթ հաղթելը մեղք է, մայրեն լեզուն արամարելը, առավել երբ մեզ մեղք, իսկ հեռվից հեռու, հայրենիքի վրա հողորտալը, հանցանք է, փոխանակոտալի դրանը, մի կտոր հացի սպասե շան նման, հարազատ ժողորդիտ պատմությունը կարդա, անառակ լակոր։ Դու այն ստոր ստահակն ես, որն օտարի թիգունքը մտած, դավաճանաբար ծիծաղում է իրեն ծնած, սնած մեծացնած մոր վրա։ Call police! He wants to kill me! Police! Call to police! Did you see that? He want to kill me! Son of a bitch! He want to kill me! It's just Palerosets!